Ուսային հագուստի ձևանմուշի վրա ռելիեֆային կարի տեղը նշելու լավագույն տարբերակը դա կալկայի կամ մակետային կտորի վրա նշելն է, որտեղ արդեն փակ սեղմումներով այս աշխատանքը նպատակահարմար է իրականացնել, երբ որ հագուստը ունի դեկորատիվ ռելիեֆային կարեր եւ ունի առանձնահատկություն կազմվածքի հետ, հատկապես մի փոքր թմբլիկ կամ մեծ չափերով մարդկանց համար, երբ որ մենք ընտրում ենք ճիշտ տեղը, ոչ շատ չհեռվացնենք, չմեծացնենք կամ ընդհակառակը, եթե ուսերը լայն են, հանկարծ շատ չլայնացնենք, ճիշտ տեղերը ընտրենք։ Այդպես վիզուալ մենք ավելի լավ ենք պատկերացնելու։ Սա կրծքի կենտրոնն է, ես նշում եմ։ Այստեղ կարող է լինել ցանկացած բացվածք, ձև, կարող է ուսային հագուստներ լինել այսպես ինչպես որ կա։ Ամենահեշտ տարբերակները ես ուղղակի այստեղ չեմ ուզում գծել, քանի որ իմ թեման կորսետներն է, ես այստեղ կգծեմ ինչ-որ կորսետային հագուստի օրինակ բացվածք։ Այս բացվածքով ես կտրելու եմ, այստեղ ես որոշեցի թե որտեղ պետք է լինի այս գիծը, եթե օրինակ ունենամ ինչ-որ կապեր կամ որտեղ կարող է լինել սուր հատված, ես որոշում եմ տեղը։ Երկրորդ աշխատանքը ես որոշում եմ թե որտեղ պետք է անցնի կոնստրուկտիվ ռելիեֆային կարը։ Կոնստրուկտիվ ռելիեֆային կարը իր մեջ ներառելու է սեղմոնների խորությունը։ Այն կարող է անցնել մոտ սեղմոնների գագաթին։ Այստեղ, որտեղ որ գոտկային սեղմոնն է, խորությունը ամբողջությամբ կարող է տեղափոխվել։ Գագաթները բերվում են այս հատվածը, որտեղ որ ամենամոտն է, եւ խորությունները կհանվեն այս գծով։ Սա կոնստրուկտիվ է։ Մնացած բոլոր գծերը, օրինակ այս գծերը, կարող է լինել դեկորատիվ։ Դեկորատիվ գծերը կարող ենք չկտրել։ Եվ կան կարատեսակներ, որը նույնպես կարող ենք անել դեկորատիվ կարեր, ընդամենը 1 մմ կար անելով, կամ վրայից կարվում են այդ ժապավենները կամ տանելնային լենտան, որտեղից անցկացվում են կոստիչկաները։ Ուղղակի կտրեմ, որ պատկերացնեք ընդհանուր։ Այս ներքևի հատվածում ես տեղափոխեցի գոտկային սեղմոնի խորությունը եւ այսպիսով ռելիեֆային կարը ունեցավ կենտրոնական գիծ եւ կողային գիծ։ Կրծքի սեղմոնը ամբողջությամբ փակվում է եւ այս բարձր հատվածը արդեն մենք կստանանք այս կարի շնորհիվ։ Կարի գիծը ամբողջությամբ հարթեցվում է, դա այստեղ կտոր է, բայց թղթի դեպքում բոլոր սուրանգյունները մենք հարթեցնում ենք։ Ես ստացա երկու հատ այսպիսի դետալ, որտեղ կա դեկորատիվ ռելիեֆային կարեր եւ հիմնական այս մի կոնստրուկտիվ ռելիեֆային կարը։ Սա կենտրոնական դետալն է, սա կողային։ Ռելիեֆային կարը ունի երկու գիծ։ Առաջի գիծը, որը դեպի կենտրոնն է, սա կենտրոնական գիծն է, երկրորդ գիծը, որը դեպի կողքն է, կողային գիծն է։ Հիշեք, որ ռելիեֆային կարի տեսքը որոշում է առջևից կամ մեջքից դեպի կենտրոն, դեպի այս մեջտեղի գծի մոտ կարով։ Դա կոչվում է առաջի գիծ։ Առաջի գծի տեսքը որոշում է ռելիեֆային կարի տեսքը։ Եթե կազմվածքը ավելի արտահայտված է ֆորմաներով, հաջող լուծում կարող է լինել կրկնակի կամ եռակի ռելիեֆային կարերը։ Երբ որ մեկ ռելիեֆային կարը գալիս է ինչ-որ մի տեղ վերջանում է եւ այն ամբողջական է, իսկ մյուսը կիսառելիեֆ է, այսինքն սեղմոնից է սկսում կամ վերածվում է սեղմոնի։ Այստեղ սեղմոնից է սկսում մինչև ներքև, իսկ այստեղ վերևից է գալիս եւ վերջանում է որպես սեղմոն։ Այստեղ նույնպես կրկնակի ռելիեֆ է։ Սա հնարավորություն է տալիս մասնատել սեղմոնների խորությունը հավասարաչափ բաշխել, եթե կա գոտկատեղի խորություն եւ ռելիեֆային կարերի շնորհիվ ստանալ ֆորմաներ, որը տեսողականորեն ավելի սլատիկ է դարձնում մարմինը։ Ռելիեֆային կարերը կարող են ընդգծել նաեւ զարդակարերով, ժապավեններով, կոճակներով, ցանկացած տեսակի զարդարան կարող են անել։